Այնպես որ նոր օրներ կունի, հիմա այն է հնչվում, լսենք մի քանի հավատագրին այս մրցավեճում։ Անդրանիկը իր պատմության մեջ առաջին անգամ է հասել կիսը։ Եթե հաջողի, իհարկե պատմական կլինի այս խաղը Անդրանիկի համար։ Այժմ մեկնարկային կազմերը տանտերերի 11 ֆուտբոլիստները։ Անդր Միշևն է համար 92։ Պաշտպանությունում խաղում են Ձախից համար 88 թիմի ավակ Ժիրելը մեկնարկեց խաղը, սկսում են դաշտի տերերը գնդակով։ Ետ շքեղ ստացվեց Պոլյակով։ Գնում է առաջ Պոլյակովը, խաղում է ձախ, վելոզը հարված, անդրադարձ և հաշիվը բացված չէ, որովհետև խաղից դուրս է գրանցում մրցավարը։ Այս թիմերի առաջին մրցավեճում գնդակը հետ եկավ դեպի Նդիդին, նա նորից փոխանցում կատարեց դրանից հետո և գոլը գրանցվեց, հիմա կարող է արդեն վտանգավոր լինել, Օբիչիմա երկար նետում է Նդիդին, վտանգավոր կարող է լինել, քիչ էր մնում։ Եվ տեսնում ենք ինչպես է Նիկողոսյան օդային պայքարում հաղթում և փոխանցում Օլավալեին, նա էլ լավ փոխանցում կենտրոն, իսկ Հակոբյանը չկարողացավ պաշտպանական։ Փիլոյան, ձախ եզրում է հայտնվել Փիլոյանը, բարձից փոխանցում, գլխով հարված, վտանգավոր է Բրունո Միշել, աչով է հարվածում և ուղիղ դասուր փոխանցումներ առայժմ չեն կատարում տանտերը, միգուցե հիմա կստացվի, շատ լավ ստացվեց Աղասարյանի մոտ, Բրունո Միշել և ընկնում է Նատուգանային հրապարակում մրցավարը, խաղթում չի նկատել այնտեղ։ Գնում է նայելու մրցավարը և տեսնենք ինչ կորոշի։ Անկասկած առնվազն հարկավոր էր դիտել այդ դրվագը մինչև վերջնական որոշումը, որովհետև շատ այսպես այս անկյունից այն որ բախում կա ֆուտբոլիստների միջև դա ակնհայտ է։ 11 մետրանոցի աստիճանի բախում է դա թե ոչ, հիմա մրցավարը մեզ կհայտնի 11 մետրանոց է սա, այո, մի փոք, և այսպես տեսնենք Միշել ընդեմ Սեսայի, հարվածում է Պանենկայով և այսպիսի յուրահատուկ կերպով տոնում Հոլ Պալմերի ոճով և այդքան փորձում էր հունից հանել Մարկարյան, փորձում է շրջանցել մրցակցին, չստացվեց, հեռվից հարված, պաշտպանն է փակում, Օբլա դադար է վերցնում, փոխանցում դեպի Կալուկյանը, բայց բարձր էր։ Վալե դեպի Տուգանային հրապարակ, բայց Միշևը հետ է ուղարկում, Աղասարյան թողնում է Պոլյակովին, վերջինս Փիրյանին, հարվածի ժամանակն է արդեն և շքեղագույն գոլ կլինի։ Օլավալե հարվածը բարձր է ստացվում։ Ակտիվություն տեսանք Անդրանիկից, Հայկեսի վերջնամասում և հետաքրքիր է արդյոք այդպես կշարունակվի նաև երկրորդ Հայկեսում թե ոչ, իսկ կլինի թե ոչ արդեն կտեսնենք 15 րոպե 1-1 հաշիվը և այս խաղում որ թիմը հաղթեց, նա էլ դուրս կգա եզրափակիչ։ Մեկնարկեց երկրորդ կեսը գնդակով Անդրանիկն է կենտրոնից։ Այժմ տեսնենք Անդրանիկի գրոհ ինչպես կզարգանա, չի զարգանա։ Ստացել են Բրունո Միշելին, միանգամից թափ է հավաքել բրազիլացին։ Տուգանային հրապարակում է հարվածը սակայն։ Արզումանյանի տրամաբանությունը այս պահին կարծում եմ այդ ուղղությամբ է աշխատում Մարկարյան։ Բարձրից փոխանցում, հասավ Դան Մարկարյան և նորից կրոս կկատարի, այս անգամ ուժեղ էր։ Շատ սկսում է խաղարկում Ուրարտուն, Աղասարյանը հենակետայինի դիրքում սպասում է փոխանցման։ Միշևը հիմա է կատարում փոխանցումը, երբ մրցակցի կողմից արդեն պրեսինգ կա, քիչ էր մնում տանտերերն են գրոհում Աղասարյան։ Դեպի Բրունո Միշելը հարված և փրկում է արդեն Իբրահիմ Սեսայը։ Անկյունագծային փոխանցում Նիկողոսյանը կատարում է դեպի աջ եզրը, այնտեղ Պողոսյանն է հայտնվել, Պետրոսյան, կրկին Պողոսյան, ձախով է հարվածում, անդրադարձ և այժմ ստանդարտ է։ Անդրանիկի Բարենեչի փոխանցումը գլխով հարված բարձր էր։
Դեմ չէ նման տարբերակին Ուրարտուն, բայց որքան այսպես կշարունակվի։ Հովանեսյան խաղում է հետ։ Օբիչիմա աչից տարբերակ ունի։ Խաղում է դեպի Պողոսյանը, փորձեց Տուգանային հրապարակ ուղարկել այնպես, որ Թիմաքսին փոխանցում Տուգանային հրապարակ գլխով հարված, շեղեր նորից։ Խաղում Նոան հաղթել էր 1-0։ Բարձից փոխանցում գլխով հարվածը կարող է խփել, այնպես որ Ուրարտուն պետք է զգույշ լինի։ Բրունո Միշել կենտրոնով ստացվեց։ Բրունո Միշել հարված փրկում է Սեսայը։ Միրզոյան աչ է ուղարկում, Բրունո Միշել։ Այս անգամ միացնում է Վելոզային, որի հարվածը հետ է մղում նորից Սեսայը։ Միայն 11 մետրանոցից է կարողացել գոլ խփել Ուրարտուն։ Մինչև այժմ ևս մեկ հնարավորություն բարձր էր։ 2-4-ի դեմ է գրոհում Ուրարտուն, Վելոզը աչից տարբերակ կա, ինքը տեղափոխվում է կենտրոն, հարված և փրկում է Սեսայը։ Չտեսանք ով 5 րոպեն մրցավարը ավելացրել է։ Չան, Միրզոյան և վերջ։ Գրագետ կերպով Ուրարտուն պահեց գնդակը ու խաղն ավարտված է 1-0, Ուրարտուն դուրս է գալիս Հայաստանի գավաթի եզրափակիչ